Բարերեկո։ Միանգամից ասեմ այսօր ինչ թեմաների շուրջ ենք զրուցելու։ Միացյալ Նահանգներում ընթացող նախագահական նախնական ընտրություններ, ամերիկահայերի սպասումներ, վերաբերմունք այս ընտրությունների նկատմամբ, հայաստանաբնակների հետաքրքրություն, Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական, բարոյական ընդհանուր իրավիճակ եւ այս վիճակից դուրս գալու հնարավոր ուղիներ եւ ամերիկահայ հայտնի բարերար մեծահարուստ Քրք Քրքորյանի կտակը, այդ կտակի շուրջ տարածված տեղեկությունները մոտավորապես հարցերի շրջանակը, որ այսօր զրուցելու ենք, սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ Կալիֆոռնիա Կուրիեր պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանի հետ, բարերեկո։ Բարերեկո։ Մինչև իմ թվարկած թեմաներին անցնելը նախ ուզում եմ մեկ առիթով ձեզ շնորհավորել կամ միանալ արդեն հնչած շնորհավորանքներին, դուք նախորդին արժանացել եք Հայաստանի ժուրնալիստների միության ոսկե գրիչ մրցանակին, հաճելի բան է Հայաստանում հայրենիքում գնահատված լինելը։ Հաճելի է մանավանդ, որ ես չէի սպասում այսպիսի բան, մտածում եմ, որ ես միան Հայաստանի ժուրնալիստների համար է, բայց դուրս եկա, որ հայ ովևէ ժուրնալիստ, որ ապրում է Հայաստանում կամ Սփյուռքում, եւ նաեւ ասացին, որ մրցանակը տալիս են 3 տարի մի անգամ, ծոյ դե ավելի արժեքավոր է, եւ այդքան որ հոգնում ենք բոլորս էլ որ մամուլ աշխատում ենք, ադանան որ քննադեմ մեր աշխատանքը մի քիչ մեր փերը թեթևանում է, այդ հոգտությունը վերանում է վրայից, շատ հաճելի է անշուշտ։ Հետ լավ, հիմա սկսենք Հայաստանից, հետո նոր տեղափոխվենք Միացյալ Նահանգներ, հա։ Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին դուք բազմաթիվ անգամ առիթներ ունեցել եք ձեր կարծիքը հայտնելու եւ ինչքան տպավորվել է իմ մեջ դուք այն կարծիքին եք, որ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի ինչ-որ կերպ ինչ-որ բան կարողանանք փոխել այս իրավիճակից դուրս գանք։ Դուք հիմա էլ այդպես եք մտածում։ Հավանաբար արմատական բառը ճիշտ չէ, բայց թե պետք է կարևոր եւ մեծ փոխներ անել, այո, այդպես է, որովհետեւ չեմ ուզում որ արմատական ասելով մարդիկ սխալ հասկանան, մտածելով ինչ որ հեղափոխություն ուզում են անել, ինչ որ հեղաշրջել եւ այնպես բան չկա, արմատական, այսինքն լուրջ փոխումներ պետք է լինեն երկրում, այո։ Եվ ինչ եք կարծում, արդյոք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները ինչ որ հույս կարող են տալ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Ես նկատի ունեմ եւ սահմանադրական փոփոխությունները, երկրի կառավարման համակարգի փոփոխությունը, քաղաքական համաձայնագիրը, համաձայնությունը, որ երկու կուսակցությունները կնքեցին։ Հիմա ընթացքի մեջ է նոր ընտրական օրենսգիրքը, նոր օրենքներ են փոխելու եւ այլն, այս շարքը կարելի է շարունակել։ Այս ամեն ինչը ինչ որ հույս տալիս է, որ ինչ որ բան կարող ենք փոխել, թե մենք ավելի ենք խորանում մեր ողբերգությունների մեջ։ Ուրեմն ես շատ լուրջ հարց է, ես շատ լուրջ եմ ընդունում այս հարցը, պետք է շատ զգուշ լինենք, որտեղ մի կողմից պետք է որ մեր ժողովուրդը իր հույսը գդրի, որ ոչ մի բան չի փոխվելու, այդ սխալ է որ մեր ժողովուրդը մտածի որ ոչ մի բան չի փոխվելու։ Նույնadien մեր ժողովուրդը պետք է մտածի եւ մենք էլ պետք է ժողովրդին այդպես անենք, որ ժողովուրդը համոզվի, որ ինչ որ բան փոխվելու է եւ շատ բան փոխվելու է եւ ժողովուրդը սկսի շատ օպտիմիստական ցեվով մոդենա եւ գարձե որ իր կյանքը պիտի փոխվի։ Ուրեմն որտեւ եթե ժողովրդին մեծ հույսեր ներշնչենք եւ այդ հույսերը չիրականանան, ավելի վատ կլինի, որ հուսախաբվի ժողովուրդը հերթական անգամ եւ ուրեմն գտիմի արտակախտի ինչ որ այդպես տեսնում ենք արտակախտը։ Ուրեմն պետք է ժողովրդին մենք ոչ հուսախաբանենք, ոչ էլ հույս տանք եւ ուրեմն պետք է որ ժողովրդին ասենք որ փորձում ենք, ամեն ինչ անում ենք, նայենք ինչ դուրս կգա եւ մի անգամ որ արդյունքը տեսնենք, հենց արդյունքը ինքը թող խոսի։ Եվ ոչ թե մենք նախքան արդյունքը կանխած մենք արդեն սկսենք քուշագույներ անել, որ հա ռեֆերենդում եղավ, կառավարական համակարգ փոխվեց, կոալիցիա եղավ եւ այնպես բոլորը որ ժողովրդին հույս տանք, որ հա սիրելի ժողովուրդ ջան, շուտով լավ կլինի, բայ որ վատ լինի եւ լավ չլինի, ինչ պիտի անի, դու հուսախաբեն իրենք։ Ուրեմն ես միշտ ամեն քաղաքական մեջ է իմ ասան գանկում էլ եւ որ մի կորձ եմ փորձում անել նախորդ չեմ ամենտեղ մեծ խոսում որ նայեցեք ինչպես կորձ եմ անելու որտեղ կարող ես նաեւ սահողվել եւ ժողովուրդը կովրա գզաղեն եթե մեծ խոսած եւ բան չանես ուրեմն ես թողում եմ որ ժամանակի ընթացքին կորձը արվի իր արդյունքը դա եւ մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, արդեն գտեսնեն արդյունքը եւ իրենք գտադեն որ ինչ որ լավ բան է եւ իրենք իրենց կյանքում արդեն գտեսնեն որ իրենց կյանքը փոխվել է։ Մենք պետք չունենք ժողովրդին ասելու որ քո կյանքը փոխվելու է, եթե ինքը կարողանա աշխատանք գտնել, մի քիչ հանգիստ շունչ առնել, հանգիստ ապրի,
արդեն ինքը գիմանա, մենք պետք չունենք իրեն ասելու, որ կյանքը փոխվելու է։ Այսինքն դուք ոչ շատ լավատեսության, ոչ վատատեսության կողմնակից եք, թողնենք տեսնենք ինչ ստացվի։ Զգույշ սպասում եմ արդյունքների, եւ արդյունքները լինեն, այնադեն կարող ենք մեկնաբանել, վերլուծել, թե ոնց պատահեց, ինչի պատահեց, ինչի արդյունքեր է պատահածը, բայց նախորդ որ լավ բիտ լինի կամ վատ բիտ լինի, անոնք որ հորեդես են, անտանամեն ինչ որ անան, ասի չէ, վատ, ամեն ինչի վատ են ասում։ Իսկ անոնք որ լավադես են, ամեն ինչ ասում են լավ կլինի, դա ճիշտ չէ։ Ես ոչ ուզում եմ լավադես լինել, ոչ էլ հորեդես, այլ լինել ռեալիստ։ Շատ լավ։ Պարոն Սասունյան, տնտեսական, հետևաբար նաև սոցիալական վիճակը բարելավելու համար բնականաբար անհրաժեշտ են ներդրումներ։ Ակնհայտ է, որ մեր երկրում ռեսուրսները բավարար չեն այդ ներդրումները ապահովելու համար։ Ես էլ չեմ ասում մեր ներսի անկանոնությունը, չգիտեմ, հա, անտնտեսվարությունը եւ այլն։ Այդ ներդրումների հարցում որոշակի մասնաբաժին պիտի ունենա նաև սփյուռքահայությունը։ Ձեր կարծիքով ինչու ներդրումներ չեն կատարվում։ Հարցնում եմ որպես մարդ, որ լավ գիտի եւ ներսը, եւ դուրսը, եւ ներսի ու դրսի մարդկանց մտածելակերպը, գործելակերպը։ Ուրեմն երկու գլխավոր պատճառ կա, որ ներդրում սփյուռքահայ չի անում Հայաստանում։ Պատճառներից մի հատը Հայաստանի մեղքն է, իսկ երկրորդ պատճառը սփյուռքահայի մեղքն է։ Ասեմ բացատրեմ թե իմ միտքը ինչ է։ Ուրեմն սփյուռքահայը որ այստեղ կա, որ ներդրում անի, ինքը այստեղ այս համակարգի վարժ չի, ինքը վարժ է սփյուռքի համակարգերի, դարբեր օրենքների եւ այլն, այստեղ դարբեր միջավայր է, առնվազն քաղաքավարության ասենք որ դարբեր է ասենք, բայց դարբերից էլ ավելի վատ է, կան իսկապես վատ սովորույթներ, կան մարդիկ որ չարաշահում են սփյուռքահայի այդ բարի նպատակը, որ ուզում է օգնել ներդրում անել, եւ իրեն խափում են, կամ մի կոնտրակտ ստորագրում է, որ այդ կոնտրակտը ոչ մի արժեք ունի այդ համաձայնագիրը, եւ որ թադարան գնում է, թադարանը չի պաշտպանում իր արդար իրավունքները, մի բան որ ինքը վարժ չէ, եւ սփյուռքում երբ որ համաձայնագիր ստորագրում ես, եթե դատ լինում է թադարանը անաչար նայում է թե ինչ է, չէ որ թադարանն անում է ինչ որ մարդոց հրանքով շարժում։ Ուրեմն այսպեսի լուրջ հարցեր կան եւ երբ որ մի սփյուռքահայ խափում է, հիմա նաեւ գանք իր մեղքին կանք, բայց նախքան խոսենք Հայաստանի մասին, խափում է ինքը արդեն որ վերադառնում է իր մոտ, իր երկիրը, ամեն տեղ խոսում է այդ մասին, ինքը որ շատ նեղացել է, զայրացել է, ասում է ինձ խափեցին, այս արեցին, եւ այդպես մի մեծ ամեն մի մարդ որ խափում է, մի 1000 մարդ լսում է այդ մասին եւ եդե կանգնում ինքը այդ որտեւ չեն ուզում նույն ճակատագրի արժանան իրենք էլ։ Էդի ուրեմն Հայաստանի մեղքն է, որ ինչ որ պետք է բարելավություն ունենա այդտեղ։ Երկրորդ բաժինը ուրեմն սփյուռքահայի մեղքն է, դե սփյուռքահայը ինքը իր հերթին անում է մի քանի կարևոր սխալներ, ուրեմն նշեմ թե ինչ են սխալները։ Նախ գալիս է սփյուռքահայը, որ ներդրում անի այստեղ, եւ բադական հանդիպում մի մարդու հյուրանոցում կամ ինչ որ միտեղ ճաշարանում, այդ մարդը տեսնում է սփյուռքահայ է, ասում է եք միասին բիզնես անենք, ես իմանում եմ այստեղի օրենքները, իմանում եմ այս ղեկավար թեմքին եւ այլն, ամեն ինչ կտասավորեմ ցեզ համար։ Այս սփյուռքահայը որ բան չի իմանում, ուրախանում է որ հանդիպել է մի մարդու, որ ուզում է իրեն օգնել։ Եվ այդ նույն մարդն է որ իրեն խափում է։ Ուրեմն բադական մի մարդու սփյուռքահայը վստահված է որտեղ մի հայու հանդիպել է, որ իրեն ջարբիկ հայու որ իրեն ասում է օգնեմ քեզ։ Հիմա այդ նույն սփյուռքահայը անհնարին է որ սփյուռքի մեջ բադական մի մարդու հանդիպի եւ այն մարդու հետ գնա եւ $1 միլիոն կորզար կանի։ Բայց այստեղ հնարավոր է։ Բայց այստեղ գալիս է, քանի որ հայ ենք բոլորս, մտածում որ քանի որ հայ ենք, բոլորս եղբոր նման ենք, մի ընտանիք ենք, կարող է ինքը $1 միլիոն գույրորեն վստահի այդ մարդուն եւ մի բիզնես բան բացեն։ Չմտածում որ ամեն ժողովրդի մեջ, ճշմարտաբար հայերի մեջ էլ, բայց իրականությունն է, լավ մարդիկ կան, վատ մարդիկ կան։ Չեմ ասում որ ամենն վատ են, չէ, վատ մարդիկ կան։ Լավերը ավելի շատ են բարեփոխաբար, քան թե վատերը, բայց մի քանի վատ մարդիկ արդեն փչացնում են անունը, վարգը բոլոր հայաստանցիներին։ Դժվար լուծելի խնդիր։ Էդի մեկ սխալ անում է սփյուռքահայը։ Երկրորդ սխալ որ սփյուռքահայը անում է, այստեղ որ գալիս է, ինքը ինչ որ փող ունի, ու փող ուզում է մի տեղ ինվեստիցիա անի, ներդրում անի։ Ուրեմն ասենք թե մարդը Ամերիկայում աշխատում է որպես բժիշկ։ Եվ մի քիչ հարստություն ունի։ Այստեղ գալիս է, սկսում է հանդիպել մարդոց հետ, թե ինչ անի, մեկը իրան ասում է, այստեղ մի լավ շենք կա, շենքը ես կարող ես լավ կնովարնել,
միլիոն դոլար արժի, բայց մենք կարող ենք հասարակել, որ 100,000-ով առնես, եւ այդ շենքը մենք կարող ենք կառուցել հյուրանոց եւ ակին փող աշխատես։ Եկն ասում է, այո, տեսնում է, որ մի ոսկի արիտ կա իր համար փող աշխատելու, սպիրկայը։ Բայց ինքը հյուրանոցի բիզնեսի չի հասկանում ինքը բժիշկ է, կամ արքիտեկտ է, կամ այսպես իրավապան է։ Ուրեմն ոնց կարող է բժիշկը ստեղծալ եւ հյուրանոցի դեր դառնալ, հյուրանոց ղեկավարել, կամ վստահել մի մարդու, որ ղեկավարի իր համար։ Ինքը պետք է հասկանա այդ գործից։ Ուրեմն սպիրկայը անում է մի սխալ, որ երբեք ինքը սպիրկում այդ բանը չի անում։ Սպիրկայը բժիշկը անում է բժշկություն, բժշկական հարցերով ինքը ինվեստիցիա անում է։ Հյուրանոց չի կառուցում։ Բժիշկը հյուրանոց չի կառուցում։ Բայց Հայաստանի մեջ գալիս են սպիրկից, ամեն տեսակ բաներ մեջ ներդրում անում են։ Առանց մի հասկանալու հավաբուծություն անում են, ցկների հետ մեծացնում են, աճեցնում են ցուկ եւ այլն։ Մարդիկ որ ճանաչում են, դե որ զարմանում են, սա գալիս են ինձ խանդիում ասում, ինչ ես անում։ Ամենի այսպես զարմանալի կորձերի մեջ են այս մարդիկը, եւ հետո երբ որ կորձը չի աճողում, նույն կորձը նույն Ամերիկայի մեջ չի աճողվի, երբ որ մարդը չի իմանում աշխատանքը, հետո մեղադրում են Հայաստանին, մեղադրում են օրենքներին, պետության, իշխանության եւ այլն։ Բայց իրենք պետք է ավելի զգուշ լինեն։ Ուրեմն երկուստը այս բաները պետք է բարելավեն։ Թե սպիրկայը պետք է ավելի զգուշ լինի, ճիշտ կողմնորոշվի թե ինչ բիզնեսի մեջ իր փողը տնի։ Նույնանալ պետք է Հայաստանի մեջ շատ օրենքները հարկվին, նաև սպիրկայը պետք է հերում նա բադահական մարդուցմից, որ այդպես շատ լավ։ Այդ ներդրումների մեջ իր որոշակի մասնաբաժինն է եղել միշտ եւ հայերն էլ միշտ Հայաստանում ակնկալել են նաև բարեգործական ներդրումները։ Ես ձեզ ներկայացրի որպես Կալիֆոռնիա Courier պարբերականի հրատարակիչ, բայց շատ-շատերը ցես հիշում են նաև որպես Լինսի հիմնադրամի, հա, փոխնախագահ։ Ինչ կասեք այդ հիմնադրամի գործունեության եւ այդ հիմնադրամի եւ Հայաստանի իշխանությունների համագործակցության մասին կայացած է թե ոչ։ Ուրեմն ես էլ մի ցավալիություն թե ինձ համար, որտեվ Հայաստանի մեջ ունենք երկու տեսակի ժողովուրդ, ունենք անոնք, որ իշխանություններին մոտ մարդիկ են, եւ անոնք, որ իշխանություններին հերու եւ ադում են իշխանություններին, օպոզիցիա են ասենք։ Ուրեմն եթե մեկը իշխանությունների հագարակ է, ամեն ինչ վատ է Հայաստանի մեջ, որտեղ իշխանությունները ամեն ինչ շատ վատ աշխատում են։ Իսկ եթե մեկը իշխանամետ է, ամեն ինչ հոյակավ է, տրախտի նման է երկիրը, ոչ մի սխալ բան չկա։ Ես չեմ ընդունում ոչ մեկը ոչ էլ մյուսը, պետք է իրադես լինենք եւ ասենք, որ այս բանը լավ է, այս բանը վատ է։ Եթե լավին լավ պետք է ասենք, վատին չեն կարող ամեն ինչին վատ ասել, ամեն ինչին լավ ասել։ Ուրեմն այսեք, ուրեմն ես երկար տարիներ եղել եմ փոխնախագահ Լինսի, այստեղ եկել ենք, արել ենք 242 միլիոն դոլարի ենթագառուցային ծրագիր։ Կառուցել ենք դաշնակներով դպրոցներ մարզերում, Երևանում, կառուցել ենք ճանապարհներ, կառուցել ենք թունելներ, փավողիներ, գամուշներ, կառուցել ենք 3700 բնակարաններ Աղեդի կոդին, նորոգել ենք մշակութային օբյեկտներ, մատենադարան, օպերա, Չարենցի տուն, Թումանյանի տուն եւ այլն։ Այս բոլորը արել ենք Էսի հսկայական աշխատանք է 242 միլիոն դոլարը, ոչ միայն Հայաստանի համար, նույնիսկ Ամերիկայի մեջ, որ այս մեծ մասշտաբով գործանես, պետք է շատ զգուշ շարժվես, միշտ կարող են չարաշահներ եւ այլն։ Հայաստանը տրախ չի, կան մարդիկ, որ ուզում են չարաշահել, նույնպես Ամերիկայի մեջ էլ էսի մարդիկ կան։ Պետք է ուրեմն քիչեր սորեք մենք, այսպես հսկում էինք շատ զգուշությամբ ամեն մեկ օբյեկտի վրա, ամեն մեկ ծրագրի վրա, ամեն մեկ դոլարի վրա։ Այո, եղել են փորձեր, մարդիկ փորձել են, որ ինչ որ ստանան իրենց չպատկանող մի փող, արել են վատ որակով աշխատանք եւ ուզել են որ իրենց վճարեն այդ վատ որակի համար։ Ես շատ խիստ վերաբերմունք ունեմ այս բոլոր հարցերի մեջ, որովհետեւ այդ փողը պատկանում է մեր ժողովրդի բարօրության համար է, մեր ժողովրդի կյանքը բարելավելու համար է, եւ եթե մի մարդ քողանում է այդ փողը, վնաս տալիս է մեր ժողովրդին ընդհանրապես։ Ուրեմն ես բայկարել եմ քիշեր ծորեք տարիներով, որև adam տեսնում որ ինչ որ մի խախտում կա այդ փողերի վերաբերյալ։ Ամենչապես ես զեկուցել եմ իշխանություններին, որոշ մարդոց նույնիսկ սերբակալել դվել ենք, որոշ մարդից կորձից ազատել ենք, որոշ մարդից ինչ որ համացանակեր ունեինք, համացանակը կանգնեցրել ենք եւ ինչ որ աշխատանք տարել չենք վճարել աշխատանքի համար։ Եվ այդ մարդը
մեծ գորուստ է ունեցել, որտեղ վատ աշխատանք տարել է եւ մենք չենք վճարել եւ ինքը ակին փող ծախսել այդ գործի վրա։ Իսկ մեծ հաշվով Քրկորյանը գոհեր թե դժգոհ էր այս ծրագրից։ Քրկորյանը այդ տարիներին 2 անգամ Հայաստան եկել է, մի անգամ ես ներակցել եմ իրեն, միասին եկել ենք եւ ինքը այդ բոլոր աշխատանքները տեսել է եւ ինքը մեծապես գոհ էր։ Այդ բոլոր խոսակցությունները, որ ինքը դժգոհ էր։ Ես տալ նկատ ունեի, որ ինքը դժգոհ էր, որ ինքը դժգոհությամբ է հեռացել Հայաստանից եւ որպես ապացույց բերվում էր նաեւ այն, որ ձեր հիմնադրամում մնացած գումարը, որ նախատեսված էր Հայաստանի համար, ոչ թե Հայաստանի վրա ծախսվեց, այլ ամերիկյան համալսարանի։ Այդ բոլորը սուտ լուրեր են, այս ասեմ ճշմարտությունը, որ ես դեռ աշխատել եմ։ Եվ այդ մարդիկ որպես խոսում են, իրենք երբեք ոչ Քրկորյանին տեսել են, ոչ իր հետ խոսել են, ոչ էլ Քրկորյանին իրենց ասել, որ ինքը նեղացել է։ Այս մարդիկ ամբողջ ենթադրում են, եւ քանի որ իրենք ինչ որ ուզում են ամեն ինչ վատ քույներով ներկայացնել, ես ալ երևակայության զոր են տալիս եւ ասում են, ես էլ հերթական իշխանությունների վատ արարքն է, մեղադրուն իշխանություններին։ Բայց այդ դեպքում ինչու այդ մնացած գումարը Հայաստան չուղվեց եւ գնաց Հիմա ասեմ, ցեզ էսի բան չկար, վնասած գումար չկար, ուրեմն մենք ունեինք 242 միլիոն դոլարի ծրագիր, այդ բոլոր ծրագիրները 100%-ով ավարտել ենք։ Բոլոր ծրագիրները ավարտել ենք 242 միլիոն դոլար։ Հիմնադրամում փող էր մնացել, բայց չէ։ Մի րոպե։ Հիմնադրամը ոչ մի գաբ ունի Հայաստանի հետ։ Պարոն Քրկորյանը հիմնադրամ ստեղծել էր 89 թվականին, որովհետեւ ինքը ցանկացած բարակային փող դրամատրի օգնություն անի թե հայկական ծրագրերը եւ թե ամերիկյան ծրագրերը։ Այդ լինզին միան Հայաստանի համար չէր, ոչ էլ հայության համար էր։ Դե մեր պատկերացմամբ միայն մեր համար էր։ Այո, սխալ է։ Ուրեմն 11 տարվա ընթացքում որ լիզին գոյություն ուներ, Պարոն Քրկորյանը նվիրել է մոտավորապես 1 միլիարդ դոլար, ոչ թե միլիոն, միլիարդ դոլար։ Այդ միլիարդ դոլարից մոտավորապես 500 միլիոնը, մոտավորապես ասում եմ, հայկական բարեսիրական նմակների նվիրել է, իսկ մյուս կեսը 500 միլիոն, մի քիչ ավելի 500 միլիոնից նվիրել է ամերիկյան։ Այդ ծրագրերը որ մենք արել ենք Հայաստանի մեջ, ինքը նաև դվել է փող Սփյուռքի, Ամերիկայի, մի տարի էլ ես էի մասնակիցը Լիբանանի բոլոր հայկական դպրոցներին, այլ ծրագրերին, բավական փող էլ դալիս է Սփյուռքին։ Մեր հենց հիմնադրամը որ մենք ունեինք, որ ես ստեղծել եմ միացյալական հիմնադրամը, որ դարիներով մենք հումանիտար օգնություն բերել ենք, Քրկորյանը վճարում էր այդ բոլոր արակումների օտանավի ծախսը, փոխադրական ծախսը վճարում էր, այդ մի 30-40-50 միլիոն դոլար այդ ինքը դեռ նվիրել է, որ այդ ապրանքները այստեղ կան, մենք բերել ենք Հայաստան 720 միլիոն դոլարի հումանիտար օգնություն։ Այդ փոխադրական ծախսը եղել է 30-40 միլիոն դոլար ինքը նվիրել է։ Ուրեմն այդ լինզին միան հայերի համար չէր, միան Հայաստանի համար չէր, այլ բոլորի համար էր, հայ եւ ոչ հայ։ Ուրեմն մենք ինքը որոշել է որոշ գումար հատկացնել այդ տարիներին Հայաստանի մեջ որոշ ծրագրեր անելու, ինձ նշանակել էր պատասխանատու, այդ բոլոր ծրագրերը մենք լրիվ ավարտել ենք 100%-ով։ Այդպես չկա որ մի ծրագիր կա, որ չի ավարտվել, որ գիսատ մնացել է, փողը չի հերիքել կամ Քրկորյանը կանգնեցրել է, այդպեսի բան չկա։ Նույնիսկ երբ որ լինզին փակվեց օրինակի համար, մենք այդ ռոբեին գառուցում էինք 6 դպրոց աղետի կոդի մեջ, 6 դպրոցի աշխատանքները կատարվել էին 50%-ով եւ այդ օրը որ կանգնեց, եթե ոչ մի քայլ չառնեինք, այդ դպրոցները պիտի գիսավարտ մնային։ Բայց պարոն Քրկորյանը ամենան ազնվությամբ ինքը ասեց, որ մնացած փողը, որ մոտ 6 միլիոն էր, այդ լրիվ ամբողջ ծրագիրը 12 միլիոն էր, ուրեմն 6 միլիոն արդեն ծախսվել էր, 6 միլիոն դակավին չէր դվել, ընթացքի մեջ էր, ուրեմն ինքը նույնիսկ լինզի փակվել են յետքը 6 միլիոն դոլարը դվեց մեր հիմնադրամին, որ շարունակենք եւ ավարտենք։ Եթե ինքը նեղացած լիներ, այդ էլ չէր շարունակեր։ Ինքը եթե Հայաստանից նեղացած լիներ, փողերը փոշիացած լինեին, որ ասում են այս բոլոր բաները որ ճիշտ չեն, ինքը ինչու պիտի փակեր իր հիմնադրամը, բարձրապես կասեր, որ Հայաստանի փող չեմ դա։ Հասկանալի։ Եվ ինչու ինքը պիտի այդպեսի մի քայլ առներ, որ հետևանքը լիներ, որ բադիժ լիներ նաև ամերիկացիների համար, որ ամերիկացիները փողներ էին պիտի թատրեր, չէ, որ դրանից փակվեց։ Ինքը կարող էր Հայաստանին չդալ եւ շարունակել ամերիկացիներին դալ, բայց ինքը վաղորոք տարիներ առաջ ինքը որոշել էր եւ ինձ 10 անգամ ասել էր, որ երբ որ մի հասուն տարիքի հասնեմ եւ ինքը 90 տարիքից ավելի էր այդ տարիներին, պիտի փակեմ հիմնադրամը, իմ բոլոր փողերը պիտի դնեմ իմ գդակի մեջ, որ քիչ հետ խոսենք մասին եթե ուզենաք, եւ այդտեղից պիտի փաշխվեն գումարները։ Հիմա արդեն կանք գտակին։ Գտակի մասին հայաստանյան մամուլում տարբեր տեղեկություններ տարածվեցին։
նույնիսկ այն մասին, որ կտակում գրված է, որ մոտավորապես եմ ես, ասում, որպեսզի Հայաստանի իշխանությունները որևէ տնօրինություն չունենան այդ կտակի նկատմամբ։ Ուրեմն ցավալի է, որ այս բոլոր լուրերը, որ տալիս են Հայաստանում վերջերս այս կտակի մասին, բոլորն էլ գեղձիկներ են, սուդեր են, եւ մարդիկ հնարում են, չեմ դեր ինչ պատճառով հնարում են այսպես լուրեր, իսկապես շատ անազնիվ մի վերաբերմունք է Վարոն Կրկոնյանի հանդեպ առաջին հերթին, երկրորդ մեր ժողովրդի հանդեպ, որ մեր ժողովրդին խաբում են այս սուտ լուրերով։ Եվ ժողովուրդը չի իմանում իրականությունը։ Այս բոլոր մարդիկ, որ սոդվածները գրում են, այս բոլորից ոչ մեկը գդակը գարտացել է, տեսել է։ Բայց այդպես շատ ինքնավստահ գրում են, որ ըստ քաղնի աղբյուրների, ըստ հավաստի աղբյուրների, այդպեսի բան չկա։ Չկա այդպեսի բան։ Այդպես բան չկա, որ այս մարդիկը երբեք գդակը չեն տեսել։ Թող խնդրեմ, թող ինձ կան եւ ասեն թե իրենք այդ տեղությունը որտեղից արել են եւ ով գդակը տեսել է։ Իսկ դուք տեսել եք գդակը։ Անշուշտ գդակը տեսել եմ։ Անշուշտ տեսել։ Եթե ես գդակը չտեսնայի, չէի համարձակվել այստեղ նստել եւ այսպես շատ ինքնավստահ խոսել։ Ես տեսել եմ, գարտացել եմ եւ գիտեմ թե գդակի մեջ ինչ գրվել է։ Եվ ինչ է գրված։ Գդակի մեջ գրվել է, այդ բոլոր բաները որ ասում են գրվել է, այդ բոլորը չկան։ Գա մի նախատասություն, որ իրեն ասում է։ Վարոն Կրկոնյանը իր փապակով անշուշտ թողել է իր ամբողջ հարստությունը բարեսիրական նպատակների։ Այդպես գրել է։ Եվ վերջ։ Եվ վերջ։ Դա ոչ կա իշխանություն, ոչ կա օպոզիցիա, ոչ կա հայ, ոչ կա օդար, ոչ մի բան չկա այդտեղ։ Իր բոլոր հարստությունը թողնել է բարեսիրական նպատակների համար։ Այդքան։ Եվ հիմա այդ կտակի ճակատագիրը ինչպես է լինելու, ովքեր են տնօրինելու, ինչպես են որոշելու բարեսիրական որ ծրագրին տալ եւ որ ծրագրին չտալ, հայկական բարեսիրական ծրագրին տալ, թե ամերիկյան, թե այլ եւ այլն եւ այլն։ Ուրեմն այդ հարցը որ հարցրեցիք, բոլորին շատ լավ հարցեր են, դերին հարցեր են եւ այդ հարցումների պատասխանները մենք հաջորդ ամիսներին կիմանանք։ Ուրեմն բայց ցեզ բացատրեմ սկզբունքը։ Վարոն Կրկոնյանի կյանքի ընթացքում երբեք ինքը մանրամասներում չի մտել։ Եթե ուզում են մի շենք կառուցել, ինքը ասում է որքան փող պետք ունեք, $2 միլիոն, ասում է ավես 2 միլիոն կառուցեք։ Եվ ինքը թողնում է ինձ նման մարդոց, որ գնում ենք, հեռացքում ենք, աշխատում ենք, որ այդ շենքը կառուցենք։ Ինքը երբեք չի ասում, որ աբագին պետք է այս հասությամբ լինի, 5 արգանի չլինի, 4 արգանի։ Ինքը մանրամաս չի սպառում։ Ինքը մեծ բիզնեսմեն է, սպառում է մեծ հարցերով, թողնում է այդ փոքր մանրամասները իր պաշտոնյաներին, ուրիշներին թողնում է։ Նույն բանը ինքը արել է իր գդակի մեջ։ Անոնք որ Վարոն Կրկոնյանին ծանոթ են իր նկարագրին, իր մտայնության, այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա։ Ինքը արել է հետ մահու իր գդակով, ինչ որ արել իր ամբողջ կյանքի ընթացքում, ինչ որ պետք է շատ բնական լինի, որ մարդը նույն մարդն է, ուրեմն գրել է, ուրեմն նշանակել է գդակարար, որ մի մարդ է, որ իր հետ աշխատել է 50 տարի է վեր, եւ այդ մարդը շատ լոյալ մի մարդ է, Կրկոնյանի համար ամեն ինչ արել է իր ամբողջ կյանքի ընթացքում եւ Կրկոնյանը այդ մարդուն վստահելով նաեւ թողել է որ այդ մարդը ամեն ինչ որոշի եւ այդ մարդը պիտի որոշի ոչ թե ինքնակլուխ մի բան անի, մի խենթ բան անի, այլ պիտի անի այդ մարդը քանի որ լոյալ մարդ է Կրկոնյանի ամբողջ կյանքը աշխատել է, պիտի անի ճիշտ ինչ որ եթե Կրկոնյանը ինքը կենթանի լիներ, ողջիներ, նույն բանը պիտի անի, ուրեմն Կրկոնյանը ինչ արել է իր կյանքի ընթացքում, բարեսիրություն արել է։ Հարասիրությունը ում արել է թե հայերի եւ թե ոչ հայերի համար։ Եվ շատ բնական է, որ եւ մենք կարող ենք բավական համոզումով ենթադրել, առանց որ ինքը մի քան քրի դեր չի գրել ինքը թե ինչ համար, բայց իմանալով Կրկոնյանի նախասիրությունները, մտայնությունը, նկարակիրը եւ գդակարարը շատ լավ իմանում է այդ բոլորը, պիտի այդ փողը փաշխի թե հայկական բարեսիրական ծրագրերը եւ թե ոչ հայկական բարեսիրական ծրագրերը։ Թե կոնկրետ որ ծրագիրն է, ինչի համար է, քանի միլիոն դոլար պիտի գա Հայաստանի, քանի միլիոնը սպիրկի, քանի միլիոն ամերիկացիներին, այդ դակավին հստակ չէ։ Հստակ չի եւ առաջիկա ամիսների նոր երևի։ Եվ գդակի մեջ այդպես բան չի գրվել, չի գրվել։ Ոչ չի ասել որ այս մարդուն մի դակ իմ փողը օպոզիցիա իշխանությունների մի դակ, հայի մի դակ, այս բոլոր բաները ասոնք հերորանք են եւ ինչպես ցավալի է ինձ համար որպես ժուրնալիստ որ այս մագարտակով մենք ժողովրդին խափում ենք։ Շատ լավ։ Այդ հարցերում հավանաբար առաջիկա ամիսներին կամ միգուցե մեկ տարվա ընթացքում թատական հարցեր կան, պետք է բոլոր իր շահապաժին ծախվի, փողի վերածվի եւ այլն։ Այսինքն նկամին կանխահաս է, նկամին ժամանակ ունենք մեր առջև։ Շատ լավ։ Միացյալ Նահանգներում հիմա նախագահական նախնական ընտրություններն են, հասկանալի է ամերիկա-հայ համայնքի հետաքրքրությունը այս հարցի նկատմամբ,
տարիներ շարունակ մենք ինչ ենք ականատես եղել, ամեն 4 տարին մեկ տեսնում ենք տեխնացուների հետ հանդիպումներ, խոստումներ, հետո լսում ենք թե ինչու այդ խոստումները իրականություն չդարձան։ Ինչ եք կարծում հիմա ինչպիսի պիտի լինի Ամերիկայի համայնքի վերաբերմունքը այս տեխնացուներին եւ հիմա եւ հետո երբ որ երկու հիմնական տեխնացուներ մնացին ինչպիսին է եւ ինչպիսին պիտի լինի այդ վերաբերմունքը եւ ակնկալիքները ուրեմն մինչեւ այսօր Ամերիկայի համայնքը լուրջ հարաբերություն չի ստեղծել ոչ մի տեխնացուի հետ դակավին գանուխ է կանխաս է կսպասենք որ դակավին երկար ամիսներ կան ասում եմ որ քաղաքականության մեջ մի օրն էլ մի ամբողջ կյանք է որտեղ կարող է մի օրվա մեջ մի սկանդալ ձակի, մի վատման մեկ ասի կամ մի քահնիպան դուրս գա եւ ամբողջ տեխնազուն գործանվի։ Ուրեմն շատ ժամանակ ունենք։ Քաղաքականության մեջ երկար 5 ամիսը երկար ժամանակ է։ Նոյեմբերին են ընտրությունները, մենք դակամին երկար ժամանակ ունենք 5 ամիսից ավելի։ Ուրեմն սպասում ենք, տեխնազուները բայկարում են ամեն մեկ քվեի համար, թող բայկարեն որքան իրենց քվեները իրար մոտ լինեն, այդքան իրենք ավելի նախանցախնդիր կլինեն, որ իրենք մեզ մոդենան, ամեն ինչ անեն, որ մեր քվեն շահեն։ Ոչ թե մենք իրենց գնանք եւ խնդրենք, որ ինչ որ հայկական մի հարցի դրական դերակատարություն ունենան։ Ավելի լավ որ իրենք մեր արժեքը կնահատեն եւ մեր մոդենան։ Այդ է իմ մոդեցում, որ սպասենք եւ հանդիպենք, մեկ-մեկ հանդիպենք բոլորի հետ եւ եթե մի քանի ամսից որ այդ բոլորը վերանան մնա միան երկու հատ, մի հատ դեմոկրատ, մի հատ հանրապետական երկուսի հետ էլ գանտիբենք եւ գնանք թե որ մեկը ավելի վստահելի է մեկ երկրորդ որ մեկը անցյալին խոստումներ տվել եւ խոստումները հարկել է կամ չի հարկել եւ որ մեկը հաղթելու ավելի շանս ունի քան թե մյուսը եւ որ մեկը ավելի հոգեհարազատ է մեր հայկական մոդեցումներուն հայկական մտայնության մեր ասկային հարցերին այս բոլորի հիմա վրա իսկ բարդ հարցեր են բայց չէ որ այս մարդուն սիրում եմ այս մարդուն չեմ սիրում Ամիս մարդը լավ խոսում է, մյուսը լավ չի խոսում։ Հասկանալի է, իսկ մեր ակնկալիքների շրջագծում փոփոխություններ պետք է արվեն թե ոչ։ Որովհետև միշտ այս տարիների ընթացքում ես ինչքան հիշում եմ, հա, ինչքան գիտակից կյանքի ընթացքում մեր ակնկալիքների մեջ շեշտադրված է եղել այն, որ Միացյալ Նահանգների նախագահի տեխնացուն խոստանա եւ հետո հայտարարի, որ տեղի ունեցել հայոց ցեղասպանություն, օգտագործի ցեղասպանություն բառը եւ միշտ այսպես բան են եղել։ Վերջերս ես մի վերլուծում կրել եմ այս մասին, ասելով որ այս տարի մենք չվարվենք, վարվենք վերջին 30-40 տարիներին ընտրություններին, ամեն 4 տարի։ Ես իմ գարզիկով պետք չէ ոչ մեկ նախագահի տեխնազույնից հարցնել այդ մասի ցեղասպանության մասին, պետք չունենք հարցնելու թե ցեղասպանությունը կճանաչեք, չեք ճանաչի, նախագահ լինեք, ինչ պիտի անեք եւ այլն, այդ մյուս դասով չսպաղվենք։ Առաջին, որովհետեւ ինչ որ խոստանան իզուդեղ է, այս խոստումը չեն հարկելու։ Երկրորդ Ես երկար նյութ եմ, մի նախադասում ասեմ, ես տասախոսում տալիս եմ, ամերիկյան կառավարությունը վաղուց եւ բազմաթիվ անգամներ ճանաչել է ցեղասպանությունը ամենաբարձր մակարդակով։ Կոնգրեսը ճանաչել է ցեղասպանությունը 2 անգամ, 75 եւ 84 թվականին։ Նախագահ Ռեյգանը ճանաչել է ցեղասպանությունը 81 թվականին։ Ամերիկյան կառավարությունը միջազգային թատրոն, համաշխարհային թատրոն մի փաստաթուղթ ուղարկել է 51 թվականին, 1951 թվականին ճանաչելու ցեղասպանություն։ Ճանաչելու հարց չի մնացել այլևս։ Մենք ունենք բանջարդերության հարց։ Մեր իրավունքները Թուրքիայից պահանջելու եւ ոչ թե ամերիկյան նախագահ ցեղասպան ասի կամ չասի, ասել։ Նախագահ Ռեյգանը ասել է, քանի անգամ պիտի ասեն նույն բանը, քանի անգամ կոնգրեսը նույն ճանաչում փանացել պիտի ընդունի։ Այդ հարցը չսպաղենք։ Մենք ունենք ավելի կոնկրետ հրադապ հարցեր։ Օրինակի համար Հայաստանի որքան օժանդակություն մի դա ամերիկյան կառավարություն որ տալիս է Թուրքիայի, Իսրայելի, նույնիսկ Ադրբեջանի, Վրաստանի եւ այլն։ Որքան շատ դան այդքան ավելի լավ։ Երկրորդ, ճնշում փանեցի Հայաստանը Թուրքիո վրա, որ Թուրքիան ինքը ճանաչի ցեղասպանությունը եւ հադուցում վճարի։ Թուրքիա վրա ճնշում փանեցնի որ սահմանը բացվի Հայաստանի հետ։ Ամերիկյան կառավարությունը դուրս գա իր այդ չեզոք դիրքորոշումից Արցախի հարցում ամեն մեկ Ադրբեջանյան գրագոցին ասեն որ մենք չենք ում ով գրագել է թե հայերն են թե ադրբեջաները թող իսկապես ասեն թե ով է գրագողը որ ազերիներն են այսինքն ավելի կորզնական ակտիվ դերակատարություն ունենա ամերիկյան կառավարությունը Արցախի հարցում այսպիսի հարցեր կան որ հրադապ հարցեր են այդ հարցերով զբաղվենք եւ փորձենք նայենք թե որտեղ նազուն այս հարցերի մեջ ավելի հայանպաստ դիրքորոշում ունի եւ ոչ թե բարձրապես միան հարցնենք ցեղասպանությունը պիտի ճանաչես թե ոչ էդալի զուրդեղ որտեղ ինչ որ ասեն հարկելու չեն Դա դրա համար թե ժամանակ կա մեր ժամանակն էլ սպառվեց ես շնորհակալ եմ զրույցի համար
Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի Կալիֆոռնիա Courier պարբերականի հրատարակիչ նախկինում Լինսի հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանի հետ։ Լավ մնացեք։